Այդ վարկյանները, որ գալիս են ուշ, ինչպես մարգարեներն ու հերոսներն են, այն կենտ, որ մի ազգ են փրկում, բասկով կամ խոսքերով։ Ու ես մտածում եմ, որ հիրավի ժամացույցից պիտի շինել շաքար, ու լուծելով ջրում ըմպել կում, իբրև անքնություն փարատող դեղ, և հայելուց պիտի կոշիկ կարել, որ ոտնատակն անգամ հող արտացոլի։ Իսկ սեփական անձի արտացոլման համար ինձ հայելի պետք է, ինձ հայելի պետք չէ։ Ռեդինի պես ձգվող վարկյաններ կան, երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելուել, ծառաբնի վրա, քո ափի մեջ, նախ ինքնահավան, ինքնահոսիս ծայրին։ Առանց հայելուել ես ինձ տեսնել գիտեմ, ծառաբնի վրա, քո ափի մեջ, և այդ վարկյաններին ես ինձ դուր եմ գալիս, ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան։ Պտտեցնում եմ մատս և փոխարենը թելի մատիս փաթաթվում է երկնի կապույտն ինքը, ոտներիս հետ հողն է սիրաբանում, և խաղողի վազն են ձյուղ տալիս, վառվող ծխամորճիս կրակի մեջ։ Ինչպես թե թախտ չկա, էլ նա ոնց է լինում, և սխալ է, որ մենք վարկյաններով ժամն ենք չափում, ճիշտը հակառակն է գուցե, կարճ ժամերով չափել վարկյանները երկար։ Ախ,